2018 թվական ապրիլի 15 Ֆրանսիայի հրապարակ մոլեգնում է հեղափոխության շունչը եւ անգամ մարդը ով ճունի բարձրագույն կրթություն եւ իր կրթությունը հավաստող ամենաբարձր փաստաթուղթը Իջևանի թիվ 1 դպրոցի ավարտական ատեստատն է խոսում է բարձրագույն կրթության մասին եւ ասում Բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն որևէ կուսակցական չպետք է իրավունք ունենալ լինել որևէ բուհի ռեկտոր եւ բոլոր բուհերը պետք է անցնեն 100% ինքնակառավարման ինչ է սա նշանակում որ բուհական ամբողջ ղեկավարությունը սկսած ռեկտորից ավարտած մյուս պաշտոնյաներով պետք է ընտրվեն բուհի բացառապես ուսանողների եւ դասախոսական կազմի համընդհանուր քվեարկությամբ Հիմա անցել է 8 տարի Մտածում ենք, ասում ենք, բայց չհաղթեր այդ հեղափոխությունը Բայց չլիներ այս մարդը մեր երկրի վարչապետ ու այսօր գար ու շատ հանգիստ վարչապետի որոշումներով առանց որևէ լարվածության Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից հեռացներ պաշտպանության նախարարին Սուրեն Պապիկյանին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդից հեռացներ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին, որը սահմանադրությամբ իրավունք չունի զբաղեցնել որևէ այլ պաշտոն Գար ու հեռացներ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կառավարման խորհրդից Արայիկ Հարությունյանին, դրանից առաջ Տիգրան Ավինյանին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի խորհրդի նախագահից Գեգամ Գևորգյանին, Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի խորհրդի նախագահից փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, դրանից առաջ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի կազմից կրթության նախարար Ժաննա Անդրեասյանին եւ այդպես շարունակ։ Բայց փաստորեն չի հաղթել այդ հեղափոխությունը։ Եվ դրա փոխարեն բուհերից հեռացվել են այն դասախոսները, ովքեր որս 18 թվի ապրիլի 15-ի հայտարարության պետք է ընտրեին իրենց բուհերի ղեկավար մարմիններին։ Բազմաթիվ նշանավոր ակադեմիկոս, գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, գիտությունների թեկնածուներ, նշանավոր ոչ միայն դասախոսներ, այլ նաև հասարակության մեջ մեծ հարգանք վայելող գործիչներ հեռացվել են համալսարաններից բացառապես իրենց քաղաքական հայացքների համար։ Եվ միայն դասախոսները, պարզում է նաև, որ նաև ուսանողները, ովքեր հանդգնում են քաղաքացիական անհնազանդության գործողությունների մասնակից լինել։ Մենք արդեն ապրել ենք այն ժամանակաշրջանը, երբ կարմիր բերետավոր ոստիկանության հատուկ ջոկատայինները ներխուժում են անգամ Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանի տարբեր բուհեր եւ ուսումնական process-ը ընդհատելով այնտեղից հեռացնում են ուսանողներին։ Իսկ պատճառներն ի՞նչն են, այս կամ այն հարցում իշխանություններից տարբերվող կարծիք ունենալը։ 2022 թվական Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, մանկավարժական համալսարանի եւ ֆիզկուլտ ինստիտուտի ուսանողները պարզապես բացահայտել էին այն գաղտնի որոշումը, որը պատրաստվում էր կայացնել կառավարությունը, փակելով միաժամանակ այդ 3 բուհերը, որի փոխարեն պետք է ստեղծվեր մի նոր համալսարան, որի անունը այդ պահին կրթության նախարար Դումանյանը անգամ չգիտեր։ Պարզապես փակել բուհեր։ Եվ այս ամենը սկսվեց ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղից, առաջին մարզային բուհից, որը փակելու ոչ մի հիմնավորում չկար։ Իսկ դրանից հետո ընդունվեց մի օրենսդրական փաթեթ, որը նախատեսում է Հայաստանում փակել մինչև 4000 ուսանող ունեցող բոլոր բուհերը։ Դրա մեջ են մտնում գրեթե բոլոր մարզային բուհերը բացի Շիրակի պետական համալսարանից, դրա մեջ են մտնում բոլոր բուհերի մարզային մասնաճյուղերը, դրա մեջ են մտնում հատուկ բուհեր, որոնք օբյեկտիվորեն ուղղակի չեն կարող ունենալ մեծ թվով ուսանողներ։ Ասենք Երևանի պետական կոնսերվատորիան կամ Գեղարվեստի պետական ակադեմիան կամ թատրոնի կինոյի պետական ինստիտուտը։ Նրանց մասնագիտական առանձնահատկությունն է ենթադրում անգամ առանձին դեպքերում անհատական մոտեցում
ուսանողների եւ դասախոսների հարաբերություններում։ Եվ արդյոք սա վերաբերում էր միայն բուհերին։ Պարզում է, որ ոչ։ Այս ամենը վերաբերվում է նաև հանրակրթական դպրոցներին։ Ինչպիսին է լինի կառավարության որոշման ձևակերպումները, ինչպիսին է լինեն դրա շուրջ մեկնաբանությունները, ոչ ոք չի հերքում, բոլորը նաև հաստատում են, որ այս ուսումնական տարվանից իրենց սեփական դպրոց չեն հաճախելու 231 հանրակրթական դպրոցների աշակերտներ։ Հիմնականում հեռավոր բնակավայրերում, լեռնային, բարձր լեռնային համայնքներում, սահմանամերձ համայնքներում։ Մեկնաբանվում է, որ աշակերտների թվաքանակի պակաս լինելն է դրա պատճառը։ Աշակերտների թվաքանակի պակաս լինելը կարող է պատճառ լինել կրթական մեթոդաբանությունը վերանայելու, ուսումնական գործընթացի կազմակերպումը դրան համապատասխանեցնելու, այլ ոչ թե դպրոցները փակելու համար։ Ես ինքս դպրոցահասակ երեխաների հայր եմ։ Ես մտածում եմ, եթե ես ապրեի իմ հայրենի Ազատեք գյուղում, որտեղ ունեմ առանձնատուն, ապա իմ 7 տարեկան աղջիկը ստիպված պետքա ամեն առավոտ դպրոցական ավտոբուսով գնա վայք, մասնակցի դասին եւ օրվա երկրորդ կեսին հետ գա։ Ցածր դասարաններում դասերը ավարտվում են ավելի շուտ, քան բարձր դասարաններում։ Տարբեր դասարաններում կրթական process-ն ունի իր առանձնահատկությունները։ Ոչ ոք չի մտածել այդ երեխաների մասին։ Իսկ ինչ է դա հանգեցնելու է գյուղերի հայաթափման։ Կառավարությունը հայտարարել է 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի մասին, որը արդեն պետք է ավարտված լիներ, այս տարի պետք է ավարտվեր 2026 թվականին, բայց տարին կավարտվի այդ ծրագրի ցածր կատարողականով։ Ու ինչն է հետաքրքիր, որ պարզվում է, որ այդ նորակառույց դպրոցների մեջ են փակվող դպրոցները, որովհետև կառավարության որոշմամբ փակման ենթակա են մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներ, իսկ նորակառույց դպրոցների մեջ մեծ թիվ են կազմում դպրոցներ, որոնք նախատեսված են ուշադրություն մինչև 100 աշակերտի համար։ Եվ ինչ է սա, եթե ոչ պետական բյուջեի միջոցների վատնում։ Կարելի է մտածել, որ այս ամենը վատ կառավարման հետևանք է, բայց դա միայն առաջի տպավորությամբ։ Երբեմն նկատելի են այլ ծրագրեր, որոնք մտահոգության տեղիք են տալի։ Օրինակ ինձ հետաքրքիր է, թե ինչու է Վայոց Ձորի մարզում նոր դպրոց կառուցվում Գոմք եւ Եղեղգիս համայնքներում, որտեղ մինչև 1988 թվականը առավելապես բնակվել են ադրբեջանցիներ։ Միգուցե այս ծրագիրը շատ հեռուն է գնում, փակել դպրոցները այն համայնքներում, որտեղ ապրում են հայեր, կառուցել դպրոցներ այն համայնքներում, որտեղ ժամանակին ապրել են ադրբեջանցիներ։ Այս դահլիճում ես շատ եմ լսել անհանգստություն, թե արդեն օգոստոսի կեսն է, ուր են այն 300,000 ադրբեջանցիները։ Միամիտ պետք է լինել կարծելու համար, որ նրանք Հայաստան պետք է գային հենց առաջի օրը։ Բայց նրանք, ովքեր միամիտ չեն, ոնց որ թե հասկանում են, թե ոնց է նախապատրաստվում նրանց բնակեցումը Հայաստանում։ Պարզավոր նրանց բնակեցումը առաջին հերթին պետք է լինի այն բնակավայրերում, որտեղ նրանք ապրել են նախկինում, պետք է նրանք ապրեն գետտոներով, առանձնացված, նաև իրենց անվտանգության խնդիրները լուծելու նպատակով։ Իսկ այս ամենի հետ միասին ինչպես է ներկայացվում հայ հասարակությանը ապագա ծրագրերը։ Ակադեմիական քաղաք։ Այդ գեղեցիկ վառ երևակայությունը, որը պետք է իբր դառնա իրականություն, մի անհանգստություն է ինձ պատճառում։ Նեղ են փողոցները ակադեմիական քաղաքի։ Կարելի է մի քիչ ավելի լայն անել, որպեսզի այնտեղ սովորող ուսանողներ ավելի լավ պայմաններ ունենան, բայց ցավոք սրտի դա իրականություն չի դառնա, իսկ իրականություն է այն, որ այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ եւ լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը։